Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Western Armenia շաբաթ հաթերթին 92-րդ համարն այդուց եկալ։ Մունզուր 2023-25 թվերին վաղտը Հայաստանը 43000 արցախցի հայկեցավ, որոնցից 15000-ը ետ չտառավ, փաստերի ստուգման հարթակ։ Արցախ թիկունք հայրենիքի ետրներ իրավունք ունի, սա այս հնարում չում, սա միջազգային սկզբունք է, գոյություն ունեցող միջազգային կանոն է, Արման Թաթոյան։ Ռուբեն Սաֆրասյանը 70 տարեկան։ Ինչ իրավիճակում ամենք շշվա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Քյոմագյանի Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին։ Western Armenia շաբաթ հաթերթին թեզայի 92-րդ համարն այդուց եկալ, Շապիկինյանն էլ նկարված է Դոլմաբաղչեին հիասքանչ դրբզան, հայ ճարտարապետներին հանճարի շքեղ ժառանգությունը Բոսֆորի ափերին։ Թեզա համարում կարդացողներն կարին ծանոթանա մի քանի հետաքրքիր նյութերի։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովին քննարկումն են մակում ունեցած ներկայացման ու մշակույթի հարցերին շուրջ։ Եթովպիայի հայ համայնքին կոչը չմոռանալ սեփական ինքնությունը, Կիլիկիայի հայկական թագավորության 18 ամրոցներն ու նման հետաքրքիր թեմեր կա։ Շաբաթ հաթերթին ծանոթանալի Հեյդի պրոստը նիմետեցիք Western Armenia TV-ին սայտը։ Մունզուրա հովիտը վերծիքվիմա դերսիմա ու օվաջիկա միջև հայտնի է յուրան կետերավը, աղբյուրներավը, բուսական ու կենթանական բազմազանությունավը։ Տարածքը 42000 հեկտարա համարվում է ազգային պարկ։ Ստեղ աճում են հազվագյուտ բույսեր, բնակվում են վայրի կենթանիներ ու թռչուններ։ Մունզուրա մերջանի կետերին իշխան ձկները մեծ նշանակություն ունի շրջանին հետի։ 2023-25 թվերին վաղտը Հայաստանը 43875 արցախցի հայկեցալ, որոնց 27920-ը ետ ընտրալ, 15000-ն էլ ետ չընտրալ։ Չետռածներն 3153-ը մինչև 17 տարեկանն։ Արտագաղթի հիմնական ուղղություններն են Վրաստանը, Ռուսաստանը։ Վրաստանը ետ չընտրալ 9247 արցախցի, Ռուսաստանը 5720-ը։ Ամենաշատ արտագաղթը գրանցվել է 2024-ին 6538 մարդ։ Արման Թաթոյանը միասնության թևեր նախաձեռնության մեկնարկին հայտարարավ մոռանալու չն նախկին հանցագործությունն հատկապես ադրբեջանական քաղաքականության դերդան կատարվածը, ընդգծալ ավելի քան 120000 արցախցիք օնին հայրենիք ետրնալի միջազգային ճանաչված իրավունքը, վերահաստատված է արդարադատության միջազգային դատարանի ու ՄԱԿ-ի փաստաթղթերով։ Թաթոյանը նշել իշխանությունը մանիպուլյացնում է հարցը, արցախցուց ետրնալը հավասարեցնելով Բաքվեցուց վերադարձի, մինչդեռ վերջինը կապված է միջազգային դատարանների որոշումով։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանն նշել լրացել յուրան 70-ամյակը շնորհակալություն հայտնելով սաղ շնորհավորանքներին հետի, ընդգծալ շարունակում է ակտիվորեն գործանել գիտության ու կրթության ոլորտում։ Սեպտեմբերից Սաֆրասյանը դասավանդում է նաև Երևան պետական համալսարանում ղեկավարել մագիստրոսական նոր ծրագիր ցեղասպանության ուսումնասիրությունների համակարգի ձևավորումը, զարգացումն արդի խնդիրներն թեմավ։ Ադրբեջանը արտասահմանցիներին հերթական քարոզչական այցն է կազմակերպել Արցախատարածքն է։ Բաքվում կազմակերպված անհետ կորած անձանց հարցերով միջազգային կոնֆերանսի մասնակիցներն իրենց այցը սկսան հայթավված Մարտակերտա։ Նշվում է, թե հոկտեմբերի 9-ից 11 անցկացվող համաժողովի մասնակիցներն կեցան ստեղ զանգվածային գերեզմանոց, շտեղ իբր թե հայտնաբերվան 10-ից ի վեր ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողների մնացորդն է։ Հետո հյուրերը կեցան հայթավված Շուշի։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարներից պարզատառնով համաժողովի մասնակիցներն կեցան նաև Շուշվա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Հիշեցնենք, որ 44 օրյա կռվին վաղտը 20 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու դերում թիրախային հրթիռակոծության արել ենթարկված ադրբեջանական ուժերի կողմից, հետո ադրբեջանցի քանան եկեղեցու գմբեթն հայտարարել անհասկանալի ռեստավրացիայի մասին։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դաժե զեկույց արել հրապարակած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության մասին, համարել ավտոպատերազմական հանցագործություն։ Իդեպ էգյուց համաժողովի մասնակիցներն քինյական ընջրականի շրջան Մինգել Կովսականի շեներ։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ հնարավորության սկզբունքներին եշողներին շարունակում է նախապանգործը թեզա մոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, մինգել տեղեկատվություն վերապիցրծնումա տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել է ամենակարևոր նվաճումների ամենը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացում Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումներն։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյանը մեր տելևիզիոն հնարավորություններն ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մենք միասին ենք ուժեղ։
Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկանը քողոնիկ մին պատար ազատ վաղտ կարիք միանակ։ Հիշատակի պահապաներին պատիվ, հայրենիք, աղբերություն։ Ձեխնդիրն է ինյական պաշտոնական արողություններին վաղտը պիցրցնել արեմեցյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանն իրենց նշանակալի ներկայությունով պաշտոնական արողություններին ու հիշատակի արողություններին վերմասնակցում են այլ կազմակերպություններ, պատվում են այն հայ զինվորներին ու կամավորներին վեր 1916 թվից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել է ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկությունների հետի։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։